հերոս է, մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել Արմաթ մեդիայի խմբագրությունը։ Նույն րոպեին այս սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են իմ հեռախոսը, առգրավել են Արմաթ մեդիայի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս, նույն ասելով ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում Արմաթ մեդիայի խմբագրությունում առգրավել համակարգիչներ, կրիչներ եւ հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները, տարել են Արմաթ մեդիայի երկու այստեղ իմ եւ Նելի համակարգիչները, ասելով, որ ինքը այս հասցեումը հետևաբար ենթակա է առգրավման։ Պատուհանով գնում են կողքի սենյակ, իրենք չուզեցան այստեղով դուրս գան, որովհետև լրատվամիջոցներ կան, պատուհանով գնում են կողքի սենյակ, Արմաթ մեդիան այստեղ է եւ կողքի սենյակում, այնտեղ խուզարկություններ իրականացնելու համար, այո, եւ ուշագրավը գիտեք որն է, որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ Արմաթ մեդիայի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքներին մասնակցելու նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ եւ տվյալներ, ուսումնասիրել են, խուզարկել են այստեղ այս դարակները եւ առաջինը համակարգիչներն ու հեռախոսները այս պահին, ասես ասեմ, Արմաթ մեդիայի աշխատանքը կախված է հարեմ, մենք չենք կարող աշխատել, մենք չենք կարող ընդհանրապես Skype-ը այս պահին չի կարող գործել, հաղորդումներ չենք կարող ունենալ, այս պահի դրությամբ այսքանը իդեպ աշխատակից մեզ նախապես ասացին, որ եթե դուք համաձայնեք ձեր հեռախոսների գաղտնաբառերը ասել, տեղում կիրականացվի զննություն եւ ձեր հեռախոսները ձեզ կվերադարձնեն, այնուհետև 15 րոպե հետո իրենք իրենց ասածը հերքեցին, ասացին, որ ժամանակ չունեն տեղում զննություն անելու, հետեւաբար բոլորի հեռախոսները, անձնական բոլորի հեռախոսները առգրավել են, ասել եք ոչ, ես ինքս հրաժարվել եմ տրամադրել իմ գաղտնաբառը, իմ առգրավել են առաջինը, Նելիին առգրավել են երկրորդը, անգամ այն մարդիկ Արմաթ մեդիայի, որոնք տվել են հատուկ քննչական ծառայության աշխատակցին իրենց հեռախոսի գաղտնաբառը, որպեսզի տեղում հեռախոսը զննվի եւ վերադարձվի, անգամ այդ մարդկանց հեռախոսները այս պահին առգրավված են։